Քննարկեցինք, լսեցինք համայնքի բնակիչների բողոքը, խնդրանքը, լսեցինք, քննարկենք մեր մոտ, խնդիրը հիմնականում Երևանի տրանսպորտի պահպանման մեջ է, այսինքն օրենքը շարունակի մտնել, բայց օրենքով, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով համայնքային փոխադրումը, ներհամայնքային փոխադրումը դա համայնքի վարչական տարածքում իրականացվող փոխադրում է եւ այս իմաստով քաղաքացիներին այն ինչ որ մենք փոխանցեցինք ընկալումը դա է, որ մենք գործում ենք օրենքի շրջանակներում։ Հիմա քաղաքացիները ասեցին դա պայմանականորեն հնարավոր է գոնե մի 100 մետր, 150 մետր մուտք գործի բնակավայրի տարած դեպի փոստի շենքը, ասեցիք քննարկենք, միասին քննարկենք այդ հարցը կհասկանանք, բայց մեր մոտեցումը ընդհանուր առմամբ պետք է լինի օրենքի շրջանակներում եւ այդ մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքների, բոլոր բնակավայրերի ուղղությամբ, այսինքն եթե մենք մի բնակավայրի դեպքում մի բան կիրառենք, մի մոտեցում, մյուս բնակավայրի դեպքում այլ մոտեցում կիրառվի, դա կարող է բնակիչների մոտ օրինակ հարցեր առաջացնել, անարդարության զգացում առաջացնել, ինչի է այս մի դեպքում, այս բնակավայրի դեպքում այսպիսի մոտեցում, մեկ այլ բնակավայրի դեպքում օրինակ այլ մոտեցում է կիրառվում։ Սա է հիմնականը, որպեսզի այդպիսի հարցեր չառաջանան, մեր խոսքը եւ այն ինչ որ մենք փոխանցել ենք քննարկման ընթացքում մեր քաղաքացիներին այն է եղել, որ որպեսզի այդպիսի հարցեր չառաջանան, պետք է գործել օրենքի շրջանակներում։ Ասում իսկ ուղևորցի թանկացման հետ կապված գործոններ սուբսիդավորում քննարկվել է։ Չէ, սուբսիդավորման հարց չի քննարկվել, այնտեղ տարբեր կատեգորիաների քաղաքացիների համար օրինակ փոխադրողի կողմից որոշակի զեղչեր են կիրառվում, այդ թվում օրենքով են սահմանված նման արտոնություններ երեխաների համար մինչև 7 տարեկան, երեխաների համար մինչև 12 տարեկան արտոնություններ կան, պատերազմում զոհված անձանց ընտանիքների անդամներին բոլորին անվճար է փոխադրում կազմակերպությունը, այսինքն դա էլ է քննարկվել, ուղղակի հիմնական խնդիրը հետևյալի մեջ է, որ ուղղակի բնակիչները սովորել են Երևանի տրանսպորտին։ Զուգահեռ հնարավոր է կներեք, որպեսզի աշխատի եւ 59 համարը եւ 277-ը ոնց որ։ Դե այդ տարբերակը, որ 100 մետր պայմանական խորանա դեպի բնակավայր, ամեն դեպքում եթե այդ տարբերակը քննարկվի եւ հավանության արժանանա, ապա կստացվի, որ թե այն տրանսպորտը, թե մյուս տրանսպորտը գործում, բայց սա պետք է քննարկվի նաև Երևանի քաղաքապետարանի հետ, որովհետև խոսքը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տրանսպորտի մասին։ Պարոն Սիմոնյան, նաև բնակիչները բողոքում էին տրանսպորտի հարմարավետության վերաբերյալ, նշելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար, օրինակ մուլտիտրանս ՍՊ-ի փոխադրամիջոցը հարմար չէ եւ իրենք չեն կարողանալու պարզապես օգտվել։ Այդ հարցն են քննարկել, տեսեք, մեր կառավարության որոշմամբ մրցութային կարգով, որով իրականացվում մրցույթը եւ տրանսպորտային միջոցներ են ներգրավում, այդ տրանսպորտային միջոցները ամեն երթուղում պետք է առնվազն 10%-ը հարմարեցված լինեն նման քաղաքացիների համար, տեղաշարժը ապահովելու համար եւ այս պարագայում մեկ տրանսպորտային միջոց լինելու է այդպիսի հարմարեցված եւ այն ժամանակը, որը որ բնակավայրի հետ կհամաձայնեցվի, թե որ ժամին է պետք, որպեսզի այդ տրանսպորտային միջոցը իր երթը սկսի, կարող է սպասարկել ձեր կողմից բարձրացած հարցերը այդ մասով փակ են, կարող եմ ասել, որ այդ հարցը, այսինքն սահմանափակ կարողություններով քաղաքացիների փոխադրման, այս իմաստով լուծված է։ Մենք մի փոքր ուշ միացանք, եթե խնդրի չի ներկայացնեք, ընդհանուր առմամբ ինչ որոշվեց 59-ի։ Խնդիրը հետևյալն էր, որ նորից կրկնվեմ, քաղաքացիները պահանջում են, որ 59-ը մտնի բնակավայր, 59 համարը, եւ որպես կոմպրոմիսային առաջարկ, այսպես ասեմ, քննարկվեց, որպեսզի 59 համարը մոտ 100 կամ 150 մետր ճանապարհից, որտեղ ճանապարհը դեռ Երևանի վարչական տարածքում, այսինքն ճանապարհից մոտ 100 մետր դեպի
փոստի շենք, ես ինչպես հասկացա, քաղաքացիները խնդրեցին։ Հիմա մենք կդիտարկենք այդ տարբերակը, եթե ընդունելի լինի նաև Երևանի քաղաքապետարանի համար, որովհետև իրենց տրանսպորտային միջոցների մասին է խոսքը, համապատասխան ժամանակ նաև ֆիքսեցինք, խնդրեցինք մասնակիցներից, որպեսզի քննարկենք եւ մեր պատասխանը այդ մասով տամ։ Որ է մուլտի դեպքում չլինի ընդունելի եւ դառնա խոչընդոտ այն մյուս տրանսպորտի ընկերության հետ։ Չէ, կազմակերպության մասով իհարկե մուլտի տրանսպորտի հետ էլ պետք է քննարկվի, որովհետեւ պետք է այնպես անել, որպեսզի երթուղիները մեկը մյուսին չխոչընդոտի, չխանգարի եւ բոլորը կարողանան օգտվել երթուղիներից։ Այսինքն բոլորը գոհ մնան, թե քաղաքացիները եւ թե փոխադրողները։ Պարոն Սիմոնյան, բնակիչները նաև բողոքում էին ճանապարհահատվածի Երևան-Աշտարակ հատվածում անցում չունեն եւ գետն անցումն էլ գտնվում է շատ վատ անանցանելի վիճակում, անձրևաջրերն ու կերտաջրերը լցվում են այդտեղ, մենք նաև տեսանկարահանել ենք այդ ամեն ինչը, քաղաքացիները ստիպված են իրենց կյանքը վտանգելով անցնել ոչ թույլատրելի հատվածով այդ մասով ինչ քննարկում եղել։ Եթե նման խնդիր կա, չէ, այդ խնդիրը չենք քննարկել, ես անկեղծ կոմպետենտ չեմ այդ իմաստով, որովհետև դա ճանապարհաշինարարության ոլորտի վերաբերող հարց է, սակայն որևէ խնդիր չեմ տեսնում, թող քաղաքացիները բարձրաձայնեն, ուղարկեն տարբերակ առաջարկեն, որևէ խնդիրը բարձրաձայնեն, մեր համապատասխան պատկան մարմիններն էլ ուսումնասիրեն մեր նախարարությունում համապատասխան լուծումներով հանդես գան, առաջարկություններով լուծումների։ Ամեն դեպքում դա բնակիչները պետք է միայն բարձրաձայնեն միջպետական ճանապարհահատված է Երևան-Աշտարակ մայրուղին է միջպետական մարդիկ իրենց կյանքը վտանգելով հասկանում եմ միջպետական դժբախտ դեպք լինի որ դա լուծում հասկանում եմ բայց միջպետական ճանապարհներին նաև կա որոշակի հոսք տրանսպորտային միջոցների եւ այնտեղ արագությունների հետ այլ արագություններ են նաեւ սահմանված եւ այս ամենը հաշվի առնելով պետք է այդ կոնտեքստում ամեն ինչը նայել էլի այս իմաստով կարծում եմ հարցը ուսումնասիրության կարիք ունի եւ խնդիրը թող բարձրաձայնեն ուսումնասիրենք հասկանանք ինչպես կարելի է լուծում տալ շատ լավ ընդունեցիք փոխանցեմ գոլեգաներիս